Անչափ շնորհակալ եմ հարգարժան գործընկեր Պարոն Միրզոյան ջերմ ընդունելության համար եւ այն արգասաբեր բեղմնավոր քննարկումների համար, որ մենք ունեցանք։ Որպես իհարկե գործոր նախագահ ուզում եմ ասել մեծապես մենք գնահատում ենք ձեր երկարաժամկետ նվիրվածության եւ հավատարմության համար այս կազմակերպությանը ջերմորեն ողջունում եմ ձեզ այս հույժ կարևոր քայլերի համար, որ կատարվել է Ադրբեջանի հետ խաղաղության ուղղությամբ, մասնավորապես օգոստոսի 8-ի համաձայնության մասին, որտեղ ունեցավ Վաշինգտոնում։ Մենք բարբերաբար նկատել ենք Հայաստանի աջակցությունը խաղաղության օրակարգին, անկախ բոլոր մարտահրավերներ եւ խոչընդոտներ հանդիսացող հանգամանքներից։ Ինչպես նաև այդ համատեղ դիմումն եմ ես ողջունում փակելու ՕՍՀ Մինսկի խմբը փակելու, մենք հուսանք, որ այս բոլոր գործընթացը կփակվի դեկտեմբերից ոչ ավելի ուշ։ Իհարկե պատրաստ է շարունակելու ընդլայնելու համագործակցությունը այնպիսի ոլորտներում, որտեղ Հայաստանը կարողանում է արժեք ավելացնել, ինչպես նաև իհարկե կարողանում է արժեք ավելացնել։ Հույժ կարևոր է խաղաղության այս գործընթացը ամրապնդել այն շարունակական բնույթ տալու այդ խոստումնալից քայլերին, որն արդեն իսկ կայացված է։ Ստորագրելով համաձայնագրի եւ կարգավորելով հարաբերությունները, որպեսզի խաղաղությունը լինի կայուն այս տարածաշրջանում, այս է այն ուղերձը, որ մենք բոլոր կողմերին ենք ներկայացնում պատրաստ ենք սատարելու աջակցելու ձեր ջանքերում։ Այս այցի ընթացքում ուրախ եմ եղել տեսնելու այն բաց մոտեցում, որ կառավարությունը ցուցաբերում է խաղաղ հասարակության հետ այդ վառ հանդիպումները եւ երկխոսություն իրականացնելու, որպես ԵԱՀԿ նախագահ Ֆինլանդիան հույժ կարևորում է խաղաղ հասարակության ամրությունը, հիմքը ժողովրդավարություն եւ հասարակության թափանցիկությունը, այս բոլորը մարդկանց կարողությունների մասին է, որ նրանք կարողանան որոշումներ կայացնել եւ ընտրեն։ Մեծապես գնահատում ենք մեր երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ, որը հուսանք, որ այլ ավելի կամրապնդվի առաջ ընթանալով։ Ողջունում ենք շարունակական հարաբերությունները եւ գործընկերությունները Հայաստանի եւ Ֆինլանդիայի միջեւ բոլոր մակարդակներով քաղաքական, տնտեսական, ինչպես նաեւ խաղաղության եւ բարգավաճման հենասյուները ամուր պահելու եւ առաջ տանելու համար անչափ շնորհակալ ենք մեզ հյուրընկալելու համար այսօր։